Ըստ խնդրի, յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին հայրը 3 որդիներից յուրաքանչյուրին նվիրում էր այնքան գիրք, որքան տարի որդին սովորել էր դպրոցում։ Ինչ-որ ժամանակ հետո որդիների մոտ հավաքվել էր ընդհանուր 32 գիրք։ Պետք է գտնենք, թե որ դասարանում էր սովորում որդիներից յուրաքանչյուրը այդ ժամանակ։ Նախ եւ առաջ եկեք հաշվարկենք, թե որդիներից յուրաքանչյուրը յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին քանի գիրք կարող է ունենալ։ Դե առաջին դասարանում սովորելու դեպքում որդին կունենա 1 գիրք։ Արդեն երկրորդ դասարանում սովորելու դեպքում նա կունենա նախորդ դասարանից մնացած 1 գիրքը եւ եւս 2 գիրք, ընդհանուր 3 գիրք։ Նույն կերպ երրորդ դասարանում սովորելու դեպքում որդին կունենա նախորդ տարիների ժամանակ ստացած 1 եւ 2 գրքերը եւ երրորդ դասարանում ստացած 3 գիրք, ընդհանուր 6 գիրք։ Այստեղ արդեն կարող ենք նկատել օրինաչափություն եւ նույն կերպ հաշվենք 4-րդ դասարանում ստացած գրքերի քանակը 1-ից մինչև 4 թվերի գումարը 10, 5-րդ դասարանում ստացած գրքերի գումարը 1-ից մինչև 5 թվերի գումարը 15, 6-րդ դասարանում 21, 7-րդ դասարանում 28, իսկ այ արդեն 8-րդ դասարանում ընդհանուր գրքերի գումարը 36-ը շատ ավելի մեծ է, քան մեզ անհրաժեշտ 32-ը, հետևաբար այս տողը կարող ենք ջնջել։ Եվ այսպես մնում է միայն գտնենք, թե այս թվերից որ 3-ի գումարն է ստացվում 32։ Իսկ այդ հաշվարկը ավելի հեշտ կատարելու համար եկեք նկատենք, որ եթե բոլոր 3 որդիներն էլ լինեին 4-րդ դասարանում, նրանց ընդհանուր գրքերի քանակը կլիներ 30, շատ ավելի փոքր, քան մեզ անհրաժեշտ 32-ը։ Հետևաբար այստեղից կարող ենք ենթադրել, որ նրանցից գոնե մեկը գտնվում է 5-րդ, 6-րդ կամ 7-րդ դասարանում։ Իսկ ինչ վերաբերվում է գրքերի գումարին, ունենք հետևյալ պատկերը։ 15-ին գումարած եւս 2 թիվ հավասար է 32, կամ 21-ին գումարած եւս 2 թիվ հավասար է 32, կամ էլ 28-ին գումարած եւս 2 թիվ պետք է հավասար լինի 32-ի։ Սկսենք առաջին տողը դիտարկելուց։ Որպեսզի ընդհանուր գումարը լինի 32, անհրաժեշտ է, որ այս 2 թվերի գումարը լինի 17։ Սակայն ինչպես կարող ենք նկատել, մեր ստացած թվերի մեջ չկան այդպիսի 2 թվեր, որոնց գումարը լինի 17։ Հետևաբար այս տարբերակը կարող ենք հանել։ Անցնենք երկրորդ տողին։ Որպեսզի գումարը ստացվի 32, անհրաժեշտ է, որ թվերից մեկը լինի 10, մյուսն էլ 1-ը։ Եվ երրորդ տողում գումարը 32 հնարավոր է ստանել միայն այն դեպքում, երբ թվերից մեկը 3-ն է, մյուսն էլ 1-ը։ Եվ այսպես որպես պատասխան ունենք 2 հնարավոր դեպք։ Կամ որդիները 6-րդ, 4-րդ եւ առաջին դասարանում են, կամ էլ 7-րդ, 2-րդ եւ առաջին դասարաններում։